Դուք Թուրքիայում սովորելու ժամանակ, այսպես ասած ֆելոշիփի շրջանակներում, ազգությամբ թուրքերի հետ շփվել եք թե ոչ։ Մի փոքրիկ ուղում ես Թուրքիայում չեմ սովորել, ես Թուրքիայում 5 ամիս Հրանտ Դինքի հիմնադրամի ծրագրի շրջանակներում անցկացրել եմ հետազոտություն։ Հարցրեցիք Թուրքիայի հետ շփվել եմ թե չէ, ես Թուրքիայի հետ շփվել եմ նախ 2010-ից 11 թվականներին, երբ որ ես սովորում էի Լոնդոնում։ Երբ որ ես Լեհաստանում էի սովորում, այնտեղ էլ Թուրքիայից ներկայացուցիչ կար։ Թուրքիայի հետ շփվել եմ ես վերջերս, որովհետև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում Հայաստանի հատուկ ներկայացուցիչն է եւ համաձայնեք տարօրինակ կլիներ, որ չշփվեի թուրքերի հետ այդ գործընթացում։ 5 ամիս հետազոտական աշխատանքներ ենք արել։ Թուրքերի հետ շփվել եք, նորմալ է։ Մտերմություն չեք արել, իսկ այդ ում հետ որ շփում եղել է, նրանք իրենց մասնագիտությամբ կամ աշխատանքի բնույթով կարող է պետական հաստատությունների հետ որևէ կապ ունեցել են, թե չէ, այդ ձեր շփման շրջանակներում։ Շնորհակալ, այո թե ոչ։ Ոչ։ Շնորհակալություն։ Դուք լիարժեք չպատասխանեցիք իմ գործընկերներին։ Միևնույն ժամանակ ես բազմիցս հարցեր եմ ուղղել ձեզ, որոնք մնացել են ուղիղ կերպով անպատասխան։ Բայց վստահ եմ, որ այս անգամ կպատասխանեք։ Հնարավոր է դուք ձեր աշխատանքի շրջանակներում հանդիպած լինեք պետական համակարգում աշխատող ձեր թուրք գործընկերներին։ Ուզում եմ նկարագրել նրանց տեսքը, հավուր պատշաճի է եղել, չգիտեմ, կանտովկեքը համապատասխան կերպով է եղել։ Նկարագրեք նրանց տեսքը, ովքեր են եղել։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան, ուղղեք ինձ, եթե սխալվում եմ, բայց մենք երբևիցե չենք հանդիպել եւ ես դժվար եմ պատկերացնում, որ դուք ինձ հարց տված լինեք այն պարզ բանից ելնելով, որ մենք չենք հանդիպել։ Այս ձեր հարցերի բանը, տողատակը որն է, արդյոք ես Թուրքիայում, չգիտեմ, հանդիպել եմ Թուրքիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին եւ արդյոք նրանք ինձ հավաքագրել են, ու հարցրեք, ասեք, արդյոք այդպես է, ես էլ ասեմ ոչ։ Եթե ասածից հետաքրում է, ասեմ, այնտեղ սիրում էի ուտել բան, քեբաբ, Ադանա քեբաբ, շատ համով է, Իսկանդեր։ Եթե սա ձեզ հետաքրքիր է, էլի, համով բաներ։ Զարմանալի է, որ ձեր ասած մարդկանց, նույնիսկ այն լրագրողը, որը ձեր հետ եղել է, Սերդար Քլեչը նրան չի շնորհավորել, նույնիսկ առաջինը։ Պարոն Մանուկյան, ճիշտ ասած, էլի չեմ հասկանում ձեր հարցի տրամաբանությունը։ Ես եղել եմ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը։ Հատուկ ներկայացուցիչ լինելը եւ ընդհանրապես դիվանագիտությունը ենթադրում է ունենալ նորմալ հարաբերություններ քո դիմացինի հետ, հատկապես եթե քո առաքելությունն է դիմացինի ներկայացրած երկրի հետ հարաբերությունների կարգավորումն։ Իդեպ շնորհավորում եմ ձեզ, պարոն Մանուկյան, պատգամավոր ընտրվելու կապակցությամբ։ Շնորհավորում եմ ձեզ։ Տեսեք ինչ հետաքրքիր բան է ստացվում։ Սերդար Քլեչը ինձ է շնորհավորել, ես ձեզ եմ շնորհավորում։ Քաշվակ։